Եկանք անցյալ անգամվա մեր տեղը, որ եղել էինք ստեղ։ Սա շփից հեռու չի, մենք ոտքով եկել ենք այս մասը։ Այս գեղեցիկ պալատը հավայան թագավորական ընտանիքի տունն է եղել և լի է հետաքրքիր պատմությամբ ու մշակույթով։ Սա միակ շենքն է Ամերիկայի հողի վրա, որը օգտագործվում է որպես իշխող միապետի կողմից պաշտոնական նստավայր։ Իոլանի պալատ է կոչվում։ Ներկայումս Հոնոլուլուի կենտրոնում է գտնվում Հավայան կղզիներում Կապիտոլիումի շենքի հարևանությամբ։ Պալատը կառուցվել է 1879-ից 1882 թվականները Դեյվիդ Կալակուլայի կողմից։ Դա իմ հետևում է այս պալատը իրանց գտնվում։ Ստեղ եկանք։ Անցյալ անգամ էլ էինք ստեղ եկել։ Հավայի առաջին թագավորը, որը շատ ճանապարհորդել է աշխարհով մեկ, այլ միապետերի մեծ պալատները տեսնելուց հետո ցանկացել է ունենալ ժամանակակից շինություն, որը ներկայացնի նոր հավայան կղզիները։ Արդյունքում Իոլանի պալատը ունեցել է էլեկտրականություն և հեռախոսներ նույնիսկ սպիտակ տնից առաջ։ Պալատը եղել է այս երկու միապետերի պաշտոնական նստավայրը և ազգային պատմական հուշարձանն է, որը խորհրդանշում է Հավայան միապետությունը և թագավորին, որը ավելի հայտնի է Ուրախ միապետ անունով։ Հայտնի է, որ Կալակաու թագավորը վերադարձրել է հայրենի հավայան մշակույթին հուլա պարը, հավայան երաժշտությունը, երգերը, պարերը, ամերիկացի գործարարների և Հավայան կղզում ապրող այլ ազդեցիկ խմբերի միջոցով ամերիկյան ռազմածովային ուժերը հեղաշրջում են իրականացնում Հավայան կղզում և կհանգեց են անում Թաքուհուն։ Թաքուին երկար ժամանակ բանտարկված ապրել է այս պալատում, հետագայում ասում են, որ նա ապրել է Վաշինգտոնի ինչ-որ շրջակայքերից մեկում։ 1959 թվականին օգոստոսի 21-ին Հավայան կղզիները անեքսիայի ենթարկվեցին, այնուհետև վերածվեցին Ամերիկայի 50-րդ նահանգի։ Հավայան կղզիներում ապրում են դեռ թագավորական ընտանիքի ժառանգները, նրանք հայտնի են որպես արքայազններ և արքայադուստրներ։ Իսկ այս ծառերը ես հիշում եի անցյալ անգամվանից, իմ հետևում են, քանի եռվում եմ, ավելի լավ է երևում։ Այս արմատային համակարգերը տեսնում եք սրանց ցողունները։ Հիմա կմոտենանք կնկարենք։ Այս ծառերի անունը հնդկական բանյա ծառ է։ Ասում են, որ այս ծառերը ժամանակին հնդկացի թագավորների ընտանիքի կողմից նվեր են եղել Հավայան թագավորական ընտանիքին։ Ուրեմն այդ մարդը պատմեց, թե այս ծառերը ոնց են բան անում։ Փաստորեն վերևից ընկնում է ինչ որ իր այդ սերմի նման ծայրով սենց ընկնում է, հետո կպնում է հողին ու հողից նորից բազմանում է։ Շատ հետաքրքիր ձև ունեն սրանք։ Այս ամբողջը կարող է մի ծառ լինի։ Նայեք ինչ հետաքրքիր։ Հələ տեսեք ինչ հետաքրքիր է այս ծառը։ Սա մի տեսակ փայտային հոտոուժեղ է։ Նայեք։ Ուրեմն մտել փչակում։ Լավ տեղ է նկարվելու, նեցեք հավես է, անկոս կենքանի չերնի, օծ չի ելնի հաստատ, որովհետև ասեցին, որ Հավայան կղզիներում օծ ընդհանրապես չկա ու չի թույլատրվում, արգելված է, որ հանկարծ ինչ-որ ձևով բերեն այս կղզիները։ Ձեղմել եմ ասում։ Ուրեմն ծառի փչակ չեմ կարող համարել, որովհետև փչակ չի, բայց իր բույները տեսնում եք, ցողունները ինչպես են աճել։ Ուրեմն այստեղ վերևից ընկնում է մի հատ ճյուղը հողի մեջ, արմատակալում է, մյուսն է աճում։ Ու տենց ինքը այս ամբողջը կարող է ասենք մի ծառ լինի։ Մի ծառ է։ Մի ծառ է հնարավոր է։ Ես նույնիսկ լսել եմ, որ գենետիկ բաներ են անում այս ծառերի վրա էլ ու ամբողջական տեսնում են, որ սա մի ծառի ճյուղից է։
մի ծարին է պատկանում, հələ արի մոտի։ Նա ինչ է։ Նոր դες ինչ է ասում, ասում եմ ինչ վրա է սպա է, հա։ Ասում եմ ինչ լավ է, որ այստեղ օդ չկա, պետք է ես կվախենայի այստեղից մի հատ կենթանի դուրս գար։ Հետաքրքիր է, չէ՞։ Այսօր Իոլանի պալատը ոչ միայն զբոսաշրջային տեղ է, այլև մշակութային միջոցառումների կենտրոն, որը օգնում է պահպանել ժողովրդի պատմությունն ու ավանդույթները։ Պալատում շրջայց կատարելը հնարավորություն է տալիս ավելի խորը պատկերացում կազմել բնիկների մշակույթի և ժառանգության մասին։ Հյուրերին պատմում են թագավորների, թագուհիների կյանքի ու թագավորական ավանդույթների մասին, սովորույթների մասին, որոնք փոխանցվել են սերնդե-սերունդ։ Մենք առաջի անգամ հնարավորություն չունեցանք մտնելու այս պալատը, որովհետև պետք է գնայինք այլ տուրի, եւ այս անգամ էլ երկրորդ անգամ որ եկանք, նորից նույն բանը եղավ, այս անգամ էլ հակառակը։ Տուրից էինք գալիս, շատ հոգնած էինք եւ էլի պետք է վերադառնայինք նավը որոշակի ժամին եւ հնարավորություն չունեինք նորից մտնելու նավը։ Բայց դրա փոխարեն ես հիմա կդնեմ որոշ նկարներ, որոնք ընդհանուր պատկերացում կկազմեն պալատի ներսի մասին եւ Աստված տա, եթե էլի հնարավորություն ունենամ, ուծե այս անգամ արդեն մտնեմ պալատը, ներսից նայեմ ես։ Հավայան թագավորի եւ թագուհու նկարներն են։ Պալատի ներսի աստիճանները ասում են, որ շատ ապշեցուցիչ գեղեցիկ են եւ մի քանի նկար այդ աստիճաններից ես դրեցի, որ նայեք։ Ես ինքս չեմ եղել այս պալատում, ուղղակի նկարներն եմ դնում, որ պատկերացնեք, թե ներսում ինչ է։ Այս իրանց հավանաբար ճաշա սենյակն է, որտեղ ճաշկերույթներ են կազմակերպել թագավորական ընտանիքի անդամները իրենց հյուրերի հետ միասին։ Ննջարանն է իրենց, տեսնում եք մահճակալը։ Այստեղ մի քանի նկարներ կան իրենց ժամանակակից հագուստներից, այն ժամանակ ինչ որ հագել են, հետաքրքիր հագուստներ են կրել։ Հագուստների պատմության մասին կարելի է ինտերնետում նայել, հետաքրքիր բաներ էր գրված։ Այս հեռախոսն է, որ իրենց պալատում եղել է, որ ասում են սպիտակ տնից առաջինն է ունեցել Հավայան պալատը հեռախոս։ Այս սենյակը երաժշտական սենյակ է կոչվում, որովհետև այս միապետերը շատ են սիրել երաժշտությամբ զբաղվել, սա էլ վերմակ է, հետաքրքիր հավայան ոճով, որ օգտագործել են։ Այս իրենց խոհանոցն է, խոհանոցային պարագաները տեսնում եք, այս էլ է խոհանոցը իրենց։ Այս էլ վաննայի սենյակն է, լոգանք ընդունելու տեղն է։ Թագուհու նկարը։ Պալասի շուրջն ենք պտտվում։ Նավից հեռու չենք գտնվում իրականության մեջ, շատ հեշտ է նավից տեղ հասնելը, սա երկրորդ անգամ ենք մենք ստեղ ման գալիս։ Այստեղից սիրուն է պալասը, տեղից շատ սիրուն է, նայեք ինչ լավն է։
Պալասի մասին, պալատի մասին։ Պետք է ընտրեմ գտնեմ հետաքրքիր բաներ։ Մանրամասն չգիտեմ, ճիշտն ասած, գիտեմ, որ չէ թագավորական պալատ ա եղել։ Այս թագավորական պալատի դարբասներն է։ Այդ հետևում է գտնվում է թագավորական պալատը։ Հավայի Հոնոլուլու։ Դարբասները եղել են առաջ փայճադարբասներ, 1892 թվականին տեղադրվել է ներկա ներկված երկաթա ցանկապատը։ 4 հիմնական դարբասներից յուրաքանչյուրի վրա գրված է զինանշանը։ Դարբասները 4-ը տարբեր նշանակությամբ են օգտագործվել։ Մեկը օգտագործվել է որպես հանդիսավոր առիթների համար, մյուսը օգտագործվել է առևտրականների կողմից։ Երրորդը թագավորական տան անձնակազմի և պահպանողների security-ի կողմից են օգտագործվել և վերջինը օգտագործվել է միայն թագավորական ընտանիքի կողմից և մասնավոր օգտագործման համար։ Հիմա երևում է թագավոր Կամեհամեհա առաջինի արձանը։ Այս թագավորին հարգում էին հավայան կղզիներում, քանի որ նա կարողացավ հավայան կղզիները միավորել մեկ միասնական թագավորության մեջ։ Այս արձանը ամենահայտնի և ամենահաճախ լուսանկարվող վայրերից մեկն է հավայան կղզիներում։ Okay, ոչինչ, ինչքան հնարավոր է կնկարենք։ Հետո կողքից է կնկարենք։ Մի փախելը նկարելու ես։ Հիմա վիդեո ես։ Հետո ես կնայեմ, թե ես ում արձանի դիմաց ենք կանգն է նկարվել, կնկարեմ, okay? Դելա, այսքան։ Գրվում է King Kamehameha-ի մոտ ենք։ Բրոնզ 1883 թվական։ Քանի որ նենց արևը մի անգամ է տնկատեր աչքներիս, կարող այնքան լավ դուրս չգա, դրա համար սենց փորձեցինք պտտվել ես արձանի շուրջը։ Ուղիղ արևը մեր դիմացն է, հաստատ նկարների լավ դուրս չեն գա, բայց ունենք ինչ-որ ունենք։ Այս հետաքրքիր է ինչ ա իրենց նկարվում, այն մոտենամ էլի, տեսնեմ ինչ ա, կարող է թողնել, նայս։ Պալասի ինչ-որ բան է։ Դա պալասի մաս մեջ ենք, դա թամայա, այնս։ Մարդկանց բերեցին այս ավտոբուսներով, նայի, այս փոքր, բաց թողեցին, հետո ասեցին, այսքան ժամանակ նկարեք, հետո գաք, երևի, հա, կարծում ես տենց եղավ, հա, տես, ովքեր որ ասենք շարժվելու հետ խնդիր ունեն, կարան այս ձևերով կան, էլի։ Ասմա ինչ տեսնում եմ, են նկարում եմ, հազիվ ոտքս Հավայան է, այս օրինակ ես հիմա տեսնում եմ այս սիրուն պալատը այս կողմից, այս սիրուն արահետը, այն բարձրակ շենքերը, այս սիրուն չէ, պետք չէ, սիրուն շատ կասեմ, ծաղիկները, հա, ինչ տեսնում եմ, այն նկարում եմ։ Նայեք, էս է։ Այս էլ է հետաքրքիր օրինակ։ Այս էլ է աղունիկների տեղն է, եւ մեկը կերա լցել։ Մեկը, հələ նայես, ինչքան աղունիկ կա։ Ինչ է, ինչ անչոր մեկը կերա լցրել երևի, որ եկել են։ Բա ինչ են այսքան հավաքվել։ Հələ տեսեք ինչքան աղավնիներ կան ստեղ։ Ես հիշեցի, որ որտեղ էր, որ լիքը աղավնիներ էին կերակրում էինք, հա։ Պորտորիկոյում, սենց աղավնիների տեղ կար, որտեղ սենց հատուկ կերը բաժանում էին ու մենք կերակրում էինք այս աղավնիներին։ Մեկ էլ, քանի որ էլի ստեղ եկանք, այս
Հավայան այս ծառերը, նայ, կարծեմ Ֆլորիդայում էլ կան այս ծառերից, եթե չեմ սխալվում։ Այս ծառերից Ֆլորիդայում էլ եմ ես տեսել, բայց իրոք շատ հետաքրքիր է։ Ամեն տեղ կա ու իրենք շատ հետաքրքիր են։ Տարբերվում են։ Okay, բարձր շենքեր կան։ Նայ։ Այս փոքրը ոնց որ եկեղեցի ունի, հա։ Զգուշ է տոնա քայլելուց։ Այս որ եկեղեցին գտե գնա։ Նայ։ Գիտեմ ինչա, գնանք նայ։ Հակա ոնց որ, Ֆլոր։ Հա։ Բայց կարող աստեղ բաց է լինի։ Հա, փակ է, էսի փակ է, նայ։ Բայց շատ սիրուն դարբասներ ունի էլի։ Նա ինչ հետաքրքիր են սրանց դարբասները։ Okay, լավ։ Քանի որ չենք կարող մենք մտնել, մեր կամերան է կարող մտնել։ Okay, նկարեցինք Էրիկա։ Նորմալ է։ Ինչա գրած։ Okay, դուրս կանք, ստեղ բան ու էս ինչա, ծառի մեջ։ Հա, երևի ծառը տենց պատել են, որ չվնասվի, հա։ Մամա կալել են, որ բաց չմնա, հա, երևի։ Օրնջագույն էդ եմ ասում, կարող է հատուկ ծածկույթ են արել, որ հատուկ ծածկել են երևի, որ այդ ծառի մասը, ես տենց եմ ենթադրում, իրականում չգիտեմ ինչա։ Ինձ թվում է իրանք են ծածկել։ Չէ, ինձ թվում է իրանք ծածկել են, որ այդ ծառը չվնասվի։ Ենթադրում եմ։ Ման են գալիս, արդեն հոգնած ենք իհարկե։ Ուր որ պետք էր գնացինք, ուր որ պետք չէր էլի գնացինք, ուր որ եղել ենք էլի գնացինք։ Հիմա ուղղակի ժամը մեկ ենք անցկացնում, ձեռքերտը նկարում ենք։ Հոգնած ես լինում, արդեն դե ինչքան կարելի առավոտ բանից ասենք դուրս գա այլ Վաղը այդ կորը դերսոսներում ունենք անցկացնելու ես ուզում եմ այդ կորը ծովափում անցկացնենք բայց եթե ստացվի գիտեմ ծովափները ինչքան հեռու կլինեն նավից ու ոնց կարանք գնանք լողազգեստ անպայման կվերցնենք մեր հետ ես էլ հետաքրքիր Անցանական մենք ստեղ մտանք, չես հիշում, այնտեղ այս շենքի տակն էր, ջիմ կար, բան կար, հաստատ մտանք, չես հիշում բատ դու, հաստատ ինչ-որ հիշում եմ, շենքի տակը ջիմ էր, բան կար, հետո փոքրիքը, ցայտաղբյուրի նման, ոնց ասեմ, շատրվանի նման փոքրիկ բան կար, անկյունային, մենք գտե գնացինք, բանկ կար, որ չալարեմ կգնամ, տեսնեք, լավ ճիշտ եմ հիշում, ես Հավայիմ, թե չէ, այս անկյունի մասը, ես հիշում եմ շատրվանային, ինչ-որ մի բան կար, ջիմ էլ կար այդտեղ, եթե չտակի չեն վերացրել, այ որ ասեցի, ստեղ բանկ կա, շատրվանի նման փոքր տեղ կա, նայ ոնց եմ ես հիշում եմ, ոնց որ այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմես արդնակ, ես ասեցի ստեղ բան կա, փոքրիկ շատրվան կա, ասեցի ես ձեզ, հեսա, այ ես է ուզում, կողքն է ջիմ պիտի լինի, ուզում եք գնանք տեսնենք, որ ջիմ է կողքը, հետո զարմանակ, որ ես Հավային այդքան լավ գիտեմ, ստեղ աստիճան ազգուր, ես հատուկ պետք է գնամ տեսնեմ այդ ջիմ այլը մնացել աստեղ, դեռ ես նայեցի հիշում եմ, որ ես ջիմ կար ստեղ,
Կակրած մենք ստեղ նստել ենք, արի ասեմ, ստեղ ենք նստել։ Այստեղ նստելու տեղ կա։ Ինչ թվում է մեր նավն է, սա, որտեղ կարնիվալն է, ազարատ կարնիվալ ստեղ դժվար լինի մի անգամից։ Ամենայն դեպս այս կողմն է։ Պետք է ինչ-որ ձևով փողոցը անցնենք երևի։ Հա, ինձ էլ թվում։ Սոպիկս մոռացա նկարեի, կերախ սոված էի, այս լավ մյուսները կնկարեմ։ Okay, let's try։ Այսի չգիտեմ ինչով լոբի է, չգիտեմ ինչ է։ Ոչ շրիմպ է պետք է լինի, հա մեջը։ Այդ շրիմպ ես չեմ տեսնում, կարող է սա շրիմպ, չէ, կարտոֆիլ է։ Ոչմ ուտենք տեսնենք ոնց է։ Չեմ հասկանում ինչ է։ Շրիմպ էր գրած, չէ։ Բայց շրիմպ չեմ տեսնում ես տեղ։ Այս ինչ համով բան է, այսի քոնը ինչ է, հալո։ Կտաս մի հատը։ Վեչ այս բանը։ Սպասի, մի րոպե։ Մի քիչ անպամած է երկինքը, համար դժվար, ոչ մի կողմից է արևամուտքը չի երևում, բայց սիրուն է, էլի։ Ընդհանուր սիրուն է։ Մենք այս կողմից մենք առավոտից չնայեցինք այս ամեն ինչը։ Մի հատ այն կողմը կնայենք, ինչ կա, չկա։ Այս է, ուրիշ բան չկա։ Մեծ քաղաք էր, աղագին, մեծ քաղաք էր այս Հանալուլուն։ Արանք նստենք, բայց ոչ շատ երկայքի տեսնենք։ Անկե, այսօր էլ մի հետաքրքիր օր անցավ Հոնալուլու մայրաքաղաքում էինք, որտեղ գնացինք USS Arizona Memorial տեղա, որտեղ այդ ճապոնացիները հարձակվեցին Ամերիկայի վրա ու Ամերիկան այդտեղ ուներ տարբեր նահանգների առումով լիքը նավեր Death. Or as they say in Mexico, Los Cuchillos de la Muerte. Or as they say in Los Angeles, Los Cuchillos de la Muerte. Young lady up front here, she's there, and like, I don't know, man. But I razor sharp sickles. All right, where's Beth? Blindfolds ready, signals are ready. How about the crowd? Is the crowd ready? Let's try 3 razor sharp signals blindfolded. Yeah, you get the show off to a proper start. All right, Beth, are you ready? Yes. Is the crowd ready? Yeah. All right, let's do it. Oh, wow. So far, my plan's working out perfectly. Let's see if we can get this one going. Come on, baby. Okay, we just need some drums. Your Kleenex hat? Okay, the crowd can't see you having a bad hair day. You put your hat on. Woohoo! I know. Hey, Bert, that's cool, man. It's been